Այսինքն ադրբեջանական երկու տարածքների իրար հետ կապելու միակ ճանապարհը եղել է Իրանը։ Եվ այնպես որ Սյունիքի այսպես կոչված միջանցք լիներ կամ չլիներ, ինչ որ բաներ փոխվելու, որովհետև Իրանը ռազմավարական բալանսավորման առումով իր ձեռքում է պահել մշտապես Նախիջևան Թուրքիա եւ Նախիջևան Ադրբեջան, այսպես ասած, ցամաքային հաղորդակցությունը։ Այնպես որ բեռնափոխադրումների կամ մարդկանց տրանսպորտի տեղափոխման առումով 30-35 տարի միշտ էլ դա է գործել։ Հիմա Զանգելանի շրջանից կամ Բաքվից որ գալիս է, ես երթուղիները լավ գիտեմ, լավ եմ պատկերացնում ինչպես է անցնում։ Դա մոտավորապես 7-ից 8 ժամ է տևում, հա, այդ 40 քանի կիլոմետր անցնել, եթե ուղիղ գծով։ Կարծեմ նոր հանգույցներ են առաջարկում։ Այո, նորն էլ էին առաջարկում, այնպես որ այս խնդիրը պետք է փաթեթային դիտարկել։ Ասեմ ինչու։ Պարոն Անյան նոր քիչ առաջ որ նշեց, որ Հայաստանը դա ոչ մի բան չի տա, որովհետև տնտեսական ենթակառուցողը խոսքը միլիարդավոր դոլարների ներդրումների մասին է։ Եթե մենք հիմա պիտի դիտարկենք այսպես կոչված խաղաղության խաչմերուկ VS Իրանի այս տարբերակը, որ առաջարկել է, մենք շատ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն պիտի դարձնենք։ Տեսեք, սա գեոպոլիտիկա է։ Սա աշխարհաքաղաքականություն, մինչև որևէ տնտեսական գործարքի գնալը, տրանսպորտային, չգիտեմ, լոգիստիկ հնարավորությունները ստեղծելը, սա մեծ գեոպոլիտիկա է։ Այսինքն խոսքը վերաբերում է նույն այդ ամենին, ինչ որ Հայաստանի գործող իշխանությունը անվանել էր խաղաղության խաչմերուկ։ Այսինքն, եթե փաթեթային առումով դու այդ խնդրին լուծում չես տալիս Թուրքիայից մինչև Ադրբեջան սահմանների եւ կոմունիկացիաների ազատականացումը Հայաստանի միջոցով, եւ Հայաստանը երբ դառնում է իսկապես այն խաչմերուկը, որտեղ հյուսիս-հարավ, արևելք, արևմուտք բոլոր ճանապարհները ազատ են, ուրեմն այդ խնդիրը միայն այդ տարբերակով կլուծվի։